Դե ինչպես աշխարհի բոլոր երկրներում, քաղաքներում բնությունը մեր մոտ նույնպես իր հետևանքներն ունի, առատ ձյանտեղումները իրենցից հետո առաջացնում են փողոցներում ճաքեր, փոսեր եւ դրանից հետո եկող անձրևը ավելի այդ ամեն ինչը ընդարձակում, բայց ուզում եմ տեղեկացնել, որ դրանք հիմնականում տեղի են ունենում այն փողոցներում, որոնք որ օրինակ նոր ասֆալտապատված չեն, այսինքն որոնք որ օրինակ նախորդ տարի ասֆալտապատված, այդտեղ հիմնականում նորմալ իրավիճակ է, բայց նաև ամենակարևոր հանգամանքը, որ մարդիկ պետք է տեղեկանան, հետևյալն է, որ քաղաքապետարանի կողմից փոսալցման եւ ասֆալտապատման տենդերը, այսպես որպեսի աշխատանքներ իրականացվեն, տեղի ունեցել դեռ դեկտեմբեր ամսին, այսինքն քաղաքապետարանը նախապես մրցույթը իրականացրել է, որպեսզի հիմա որևէ աշխատանք իրականացնելու խոչընդոտ չլինի։ Միակ խոչընդոտը եղանակային պայմաններն են, այսինքն հիմա մենք տեսնում ենք ամեն օր անձրև կամ ձյուն է գալի, որի պայմաններում ուղղակի հնարավոր չի դա անել, որովհետև դա կլինի ըստ էության բյուջեի վատնում, այսինքն ինչ որ կանենք 1-2 օր հետո ուղղակի կավիրվի եւ հետո կսկսեն մեղադրել, որ բյուջեն նորմայի մեջ է, որ ասֆալտն այս աստիճան է քանդվում նման եղանակային պայմաններից հետո, որովհետեւ այստեղ նաեւ կարծիքներ են հնչում, որ որակը լավը չի եղել ասֆալտի, դա պատճառ է հանդիսացել, որ եղանակային ոչ բարենպաստ պայմաններն էլ ավելի են։ Հիմնական պատճառը այն նյութերն է, որոնք որ օգտագործվում են ձյուն մաքրելու համար, դրանք իրենց ռեակցիաներն են առաջացնում ասֆալտի նկատմամբ եւ դրա արդյունքում նաև դրա պատճառով նաև փոսերը առաջանում։ Շատ լավ, անցնենք մեր քննարկվող բուն թեմային, քննվող հանձնաժողովի կողմից օտարված մանկապարտեզների հետ կապված նորություններ կա, նախորդ օրը քննարկվել է, ինչի մասին է խոսքը, ինչ է բացահայտվել։ Դե ամիսներ առաջ, երբ որ ընդդիմադիրները շատ էին բարձրաձայնում մանկապարտեզների շինարարությունների վերաբերյալ հարցեր, եւ դրա շրջանակում ներկայացնում է, որ երեխաները չեն կարողանում գնալ մանկապարտեզ, որովհետեւ շինարարությունները դանդաղում են, այդ հարցը մեր մոտ նույնպես հետաքրքրություն առաջացրեց եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որոշեց գնալ, այսպես ասած, դրա խորքային պատճառների հետևից եւ ստեղծեցինք ավականու քննող հանձնաժողով, որը 6 ամիս աշխատեց եւ պարզեց հետևյալը, որ 1997-ից 2007 թվականների ընթացքում Երևան քաղաքում օտարվել են շուրջ 70 մանկապարտեզներ, այսինքն 70 մանկապարտեզների տարածքներ վաճառվել են եւ անցել են մասնավոր անձանց ձեռքում։ Եվ դրա հիմնական պատճառաբանությունները եղել այն, որ մանկապարտեզները թերբեռնված են, այսինքն երեխաներ քիչ են հաճախում կամ վթարային ինչ-որ պատճառներով, բայց դրանք ապացուցող որևէ փաստաթղթեր առկա չեն եւ նաեւ տարիները ցույց են տվել, որ կան հազարավոր երեխաների հերթեր, այս պահին էլ կա 10,000 երեխայի հերթ, իհարկե մենք ամեն տարի դա կրճատում ենք, բայց այն քննադատությունները, որ կա մանկապարտեզների թեմայով, կարծում եմ բայց գործող իշխանությանը, քաղաքային իշխանության հասցեն չպետք է լինի, որովհետև եթե 70 մանկապարտեզները չվաճառվեր 1997-ից 2007 թվականներին, այսօր մենք առավելագույն խնդիրը որ կունենայինք ինչ-որ վերանորոգումներն էր եւ ոչ թե նոր մանկապարտեզների կառուցումը կամ խմբերի ավելացումը, այսինքն այն ժամանակվա իշխանությունները միտումնավոր կերպով այդ է մեր եզրակացությունը, որ լավ իմանալով, որ այդ խնդիրը առաջանալու է, իրանք շենքերը վաճառել եւ տվել են տարբեր իրենց մերձավոր անձանց եւ դրա հետ կապված նաեւ խախտումներով են տեղի ունեցել։ Խախտումներով են եղել, այսինքն առանց աճուրդների ա եղել, առանց գույքի գնահատման ա եղել, կադաստրային արժեքից 10 անգամ ցածր գնով շենքերը վաճառվել են եւ այսօր 2025 թվականի տվյալներով դատախազությունը ունի շուրջ $170 միլիոն հայցապահանջ մանկապարտեզների, դպրոցների, այլ համայնքային, ուրեմն ոչ միայն Երևանի, այլ մյուս մարզերի նույնպես ապօրինի վաճառքների վերաբերյալ ապօրինի գույքի բռնականացման հայցապահանջներ ունի եւ մենք այն փաթեթը, որը որ հավաքել ենք, դա նույնպես ուղարկելու ենք դատախազություն եւ կարծում եմ, որ շատ հնարավոր է, որ նոր քրեական վարույթներ հարուցվեն այդ տվյալների հիման վրա։ Խոսքը 70 մանկապարտեզին է վերաբերում, չէ՞։ 70-ի փաթեթը մենք կուղարկենք առաջիկա ժամանակահատվածում, դրանցից մի քանիսի հետ կապված արդեն կան քրեական վարույթներ, բայց կարծում եմ կան տվյալներ, որոնք որ պետք կլինեն դատախազությանը նոր ուսումնասիրություններ սկսելու համար, այսինքն այս բան կար շուրջ 25 քրեական գործ միայն Երևանի օտարված մանկապարտեզների հետ կապված, մի մասը վաղեմության հիմքով կարճվել էր, բայց կան այս բան առկա վարույթներ եւ կարծում եմ մեր ուղարկած տվյալների
արդյունքում հնարավոր է նոր վարույթներ նույնպես հարուցվեն եւ ինչ որ դեպքերում եթե հնարավոր լինի վերականգնել գույքը կամ գոնե դրա վնասը ֆինանսական տեսքով դա նույնպես բավարար արդյունք կլինի։ Ինչ է կարծում, բայց հնարավորություն կա գույքի վերականգնում իրականացնելու, այսինքն եթե դրանք ժամանակին օտարվել են, այս դեպքում խախտումներով ոնց հասկանալ։ Հնարավոր է, երբ որ արդեն դատական որոշում լինի, որ պետք է բռնագանձվի դա, շենքը նորից օգտագործվի որպես մանկապարտեզ, թե այս 70-ի մեջ արդեն այլ նշանակության են վերածվել շենքերը։ Կան, որ այլ նշանակության են վերածվել, բայց կան շենքեր, որոնց ընդհանուր, այսպես ասած, ճարտարապետական տեսքը ինքը մանկապարտեզի համար կարող է պիտանի լինել, իհարկե հիմնանորոգումից հետո, բայց նաև ունենք դեպքեր, որ մի քանի ձեռք վաճառք ա եղել, այդ դեպքերում իհարկե ավելի բարդ կլինի գնալ գույքի հետևից, բայց ամեն դեպքում մեզնից հասնում էր հավաքագրել այս տեղեկատվությունը, այդ ամբողջը մի քանի հազար էջանոց փաստաթղթեր են, որոնք որ առաջիկա կարծում եմ փետրվար ամսում կուղարկենք արդեն, փետրվար կամ առավելագույնը մարտ ամսին կուղարկենք դատախազություն։ Իսկ հանձնաժողովի ուշադրության առանցքում եղել են, ովքեր են եղել դրա պատասխանատուները։ Դրանք եղել են պաշտոնյաներ, դրանք եղել են միջնորդներ, ովքեր են եղել։ Հիմնականում կապված այն ժամանակ եղել են թաղային համայնքներ, այսինքն թաղապետեր կամ թաղային ավականիներ, հիմնականում իրենց հետ փոխկապակցված անձանց հետ կապված եղել այդ գործարքները կամ նախկին որոշ քաղաքապետերի եւ ես իրականում սա կապում եմ տվյալ ժամանակաշրջանի ընդհանուր իշխանության հետ, այսինքն նախագահից մինչեւ քաղաքային իշխանություն, որտեղ այդ ժամանակվա բարքերն է եղել այդպեսին, այսինքն ոչ միայն մանկապարտեզներն են վաճառվել այդ տարիներին, այլ գիտենք շատ է խոսում գործարաններ են վաճառվել, երկաթգիծն են վաճառվել եւ այլն, տրամվայի գծերն են վաճառվել, այսինքն վաճառք պետական հանրային գույքի վաճառքի գլխավոր այդ վատ տարիները եղել են 2000-ականները եւ սա դրա հետևանքներից մեկն է ընդհանրապես։ Մինչև որ թվականն եք դուք քննել հասկանալու համար երբ է մինչև օտարումը տեղի ունեցել։ Ի սկզբանե մենք 91-ից մինչև 2018 թվականն ենք նշել, բայց ընդդիմադիրները առաջարկեցին, որ դա 2025 հասցնեն, մտածելով որ մենք էլ ինչ-որ բան կարող է վաճառած լինենք, բայց քննության արդյունքում պարզվեց, որ գերակշիռ մասը եղել է 97-ից 2007 թվականների, հիմնականում 2002, 3, 4, 5 թվականներին, Քոչարյանական տարիներին եւ 2018-ից հետո առհասարակ նման դեպք չունենք բնականաբար, հիմնականում մինչեւ 2007-10 թվականներն ա եղել։ Փաստացի պարոն Գալաջյան, քանի երեխա է դուժել այս ամենից։ Այս պահին մենք ունենք մոտ 10000 երեխայի հերթ, եւ դա դեռ որոշակի կրճատվել է վերջին տարիների կատարված աշխատանքների արդյունքում։ Բայց եթե մենք հաշվենք այդ տրամաբանությամբ, կարելի ասել, որ ամեն տարի շուրջ 10000 երեխա չի կարողացել գնալ մանկապարտեզ, այսինքն այսօր մենք ունենք յուրաքանչյուր 2 երեխայի դիմաց 1 երեխա սպասում է։ Հերթերի հարաբերակցությունը այդպեսին է։ Իմիջիայլոց երբ կկրճատվեն այդ հերթերը։ Դա յուրաքանչյուր տարի մենք յուրաքանչյուր տարի մենք մի քանի մանկապարտեզ վերանորոգում, հիմնանորոգում ենք, իհարկե կա որոշակի խնդիրներ նաև կառուցապատող ընկերությունների հետ երբեմն առաջանում են, բայց ամեն տարի նոր խմբեր են ավելացում եւ հերթերը գնալով տարեստարի եւ մեր նպատակն է մինչեւ 2028 թվականը այդ հարցը փորձել փակել առհասարակ։ Պարոն Գալաջյան, իսկ այդ օտարված մանկապարտեզների գործերի հետ նախկին պաշտոնյաների, հայտնի պաշտոնյաների անունները առնչվում են, արդյոք դուք դա ուսումնասիրել եք, կամ կան տեղեկություններ, որոնք կարող եք հրապարակել։ Օրինակ նույն Գագիկ Բեգլարյանի հետ կապված քրեական վարույթ կայից մանկապարտեզի օտարման գործով, մենք գիտենք, որ հայտնի այդ Կասկադի սրճարաններից մեկը եղել էր մանկապարտեզ, որը հիմա սրճարան է եւ այդպեսի շատ դեպքեր ունենք։ Միայն նրա անունը կարող եք հիշատակել։ Հիմնականում այդ տարիների թաղապետերի անուններ են, որոնք որ այդքան այսինքն հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են, որոնց անունները այդքան հնչեղ չի, հիմա կողակի փաստաթուղթը դիմացած լիներ կկարդներ, բայց հիմնականում այդ տարիների թաղապետերն են եւ ավականիները, որոնք որ առանձին թաղերում գործել են ավականիներ, այսինքն այդ խմբային որոշակի գործունեություն ա եղել։ Իսկ Երևանի որ համայնքներ են ավելի շատ դուժել այս օտարումներից, որտեղ ավելի շատ եղել։ Ամենաշատը կենտրոն վարչական շրջանն է դուժել, Նոր վարչական շրջանը, նաև այն պատճառը, որովհետև ամենաշատ մանկապարտեզներն են եղել։ Հիմնականում ամենաշատը Նորքում եւ կենտրոնում, բայց բոլոր վարչական շրջաններում այս դեպքերը առկա են, այսինքն մի առնվազն 5 դեպք ամեն վարչական շրջանում կա։
Իսկ սա նաև քրեական գործերի հիմք է, առաջիկայում բացվող շատ քրեական գործեր կարող են։ Իհարկե դա դատախազությունը կորոշի, բայց կարծում եմ այո։ Լավ, գանք այլ հարցի, գուցե ներքաղաքական հարցերին անդրադառնամ։ Լավ, ինչ ներքաղաքական հարցերին անդրադառնալը Երևանյան մի քանի խնդիրների մասին էլ խոսենք։ Խցանումների հարցի հետ կապված որոշակի գործընթացներ պիտի տեղի ունենային, պիտի ուսումնասիրվեր հասկանալու համար, թե ի վերջո ոնց է այդ խցանումների հարցը կարգավորվում, արդյոք որևէ առաջընթաց կա այս մասով, թե չէ քաղաքապետարանը ինչ է արել։ Խցանումների հարցը հետեւյալ կերպ այդ լուծումը մենք պետք է ունենանք առանձնացված ավտոբուսային գծեր ամբողջ քաղաքում, որը որ ամեն տարի ավելացվում է եւ պետքա Իլ-դե-Ֆրանսի կողմից ունենք համապատասխան ծրագիր, որը որ ամբողջ քաղաքի երթևեկության ցանցն է պլանավորում եւ ես կարծում եմ, որ մենք ինչքան էլ այդ ամենը, այսինքն հարային տրանսպորտը ինչքան էլ զարգանա համապատասխան ենթակառուցվածքներ ինչքան էլ զարգանան, մենք պետք է որոշակի վարվելակերպի փոփոխության անցնենք եւ յուրաքանչյուրը իր անհատական մեքենայի մաս նկարը որ տեսնում ենք, այդ ամեն մեքենայի մեջ շատ հաճախ մի հոգի է լինում եւ մենք պետք է մեր տրանսպորտային միջոցներն էլ սկսենք հասկանալ, որ պետք է փոխել, այսինքն այսքան մեքենայի ծավալ Երևանը նախատեսած չի եղել, երբ որ օրինակ սովետական միության տարիներին քաղաքի քարտեզը գծվել է, այսինքն այդքան մեքենայի համար նույն ենթակառուցվածքները մենք այսօր բողոքում ենք ասֆալտից, բայց սովետական տարիներին հետագայում երբ որ ճանապարհները հիմնանորոգվել են, ենթակառուցվածքներ են տակով անցկացվել, այսքան մեքենայի հոսք չեն կանխատեսել եւ Երևանը այսքան մեքենա չի կարող սպասարկել։ Մենք պետք է գնանք դրա փոխարինումը լինի հանրային տրանսպորտը պիտի շատ լավ աշխատի։ Հանրային տրանսպորտը նույնպես եւ մենք պլանավորում ենք ձեռք բերել 45 տրոլեյբուս, հետագայում նաեւ 250 ավտոբուսներ, բայց անկախ ամեն ինչից, նույնիսկ ամենազարգացած երկրներում, որտեղ տրանսպորտը գտնվում է լավագույն վիճակում, այսքան մեքենա չկա, այսքան մարդիկ հիմնականում, չգիտեմ, սկուտերներով, հեծանիվներով, այլ տրանսպորտային միջոցներով են օգտվում եւ մեքենան պետք է հասկանանք, որ այլևս չի համարվելու ամենաժամանակակից փոխադրամիջոցը։ Իսկ առանձնացված գծերը որևէ ազդեցություն ունեցան, քաղաքացիներ կան, նաև վարորդներ կան, ովքեր գոհ չեն դրանից։ Ես օրինակ վերջերս Մաշտոցի պողոտայում խցանման մեջ էի տաքսիի մեջ եւ իմ կողքով մեծ ավտոբուսը շատ հանգիստ անցավ եւ ես հասկացա, որ մեր այդ որոշումը ճիշտ է, որովհետեւ այդ բան 70 մարդ, որոնք որ այդ ավտոբուսի մեջ էին, իրենց համար երթևեկը բաց էր եւ իրենք տեղաշարժվեցին Մաշտոցի պողոտայում։ Իսկ առանձնացված գծերի այս տրամաբանությունը շարունակվում է։ Այո, ամբողջ քաղաքում պետք է լինի։ Նույնիսկ այն փողոցներում, որտեղ որոշակի խնդիրներ կան, լայն նեղ առումով հնարավորություն կլինեն, որտեղ որ չեն լինի, բայց ընդհանուր ցանցը մեկ ամբողջական տրամաբանություն ունենալու, այսինքն ինչ որ միտեղից սկսվելու է քաղաքի եւ ինչ որ միտեղից ավարտվելու է, բայց ընթացքում փողոցներ կլինեն, որտեղ որ չի լինի առանձնացված գիծ։ Հրապարակվեցին ձայնագրություններ, լսել եք այդ ձայնագրությունները մի քանի օր առաջ։ Խոսքը Սևակ Խաչատրյանի մասին ձայնագրությունը ինը վերաբերում, ինչ գնահատական ունեք։ Ես կարծում եմ, որ դա արտացոլում է 2018 թվականից առաջ տեղի ունեցած ամբողջ համակարգը, այսինքն 2000-ականներից մինչև 18 թվականներ ընտրակեղծիքներ, ընտրակաշառքներ, մարդկանց բռնի ընտրության տանելու սպառնալիքին, անգամ մենք տեսանք, որ կներեք արտադրությունից այնտեղ ասում են քֆուր դրեք, որ ընտրի, հետևից գնացեք, որ ընտրի, այսպիսի վարվելակերպ մենք տեսանք Վաղարշապատ համայնքում, այսինքն այդ ձայնագրությունները դրա մասին են վկայում եւ այդ կուսակցությունները, չգիտեմ, հանրապետական դաշնակցություն, որոնցից փոխված, չգիտեմ, Քոչարյանամերձ փոխված քաղաքական գործիչները առանձին կուսակցություններ են բացել, փորձում են նոր դեմքով ներկայանալ, բայց իրենց ամբողջ տակից արած գործունեությունը նույն 18 թվականից առաջվա ընտրակաշառքների, ընտրակեղծիքների բարքերն են մարդկանց ընտրատեղամաս ստիպելով իրենց կամքին հակառակ տանելու փորձերն է, որը նաև այս բովանդակության մեջ է լսվում։ Այո, եւ ես կարծում եմ, որ նրանց հույսը ապագա ընտրություններում 2026 թվականի դա է, այսինքն իրենք ուրիշ մեթոդով ձայն չեն կստանում այս երկրում, կամ փող են բաժանում, որ ձայն ստանան, կամ ինչ որ այլ ազդեցություններով փորձում են մարդկանցից ձայն ստանալ, որովհետև բացի իրենց նեղ շրջապատից իրենց ոչ մեկ չի վստահում, որ իրենք կարող են պետություն կառավարել, որ իրենք պետության մասին մտածում են, իրենք կարող են կառավարել ինչ որ փոքր խմբեր, որոնք որ ինչ որ ուրիշ մարդկանց կարող են ճնշել, առավելագույնը դա է։ Բայց ես կարծում եմ, որ իրապա մարմինները քննչական հրապարակել այդ ձայնագրությունը եւ սա բոլորի համար կլինի զգոնություն, որ նման ընտրական գործընթացներում նման երևույթները ուղղակի պետք է արմատախիլարվի եւ մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ 26 թվականի հունիսի ընտրություններում
քաղաքացիական պայմանագրի փոխարեն այլ ուժի ընտրելու դեպքում հիմնականում բոլոր մյուս ուժերը այս վարքերի կրողն են, որոնք 2-3 հիմնական ուժերից բաժանվել են փոքր խմբերի եւ փորձում են մարդկանց մոլորեցնել իբրև իրենք մտածում եք 26 թվականի ընտրություններին նույն կերպ կարող են մարդկանց վախեցնել կամ ստիպել, որպեսզի գնան ընտրություններ եւ ընտրեն կամ ձայն տան իրենց։ Փորձեր արվելու են, բայց ես կարծում եմ, որ քաղաքացիները դա չեն հանդուրժի եւ իրապամարմինները դա չեն հանդուրժի, բայց մենք այսօր արդեն իսկ լսում ենք, որ նույն մեր ձևով շարժումը ինչ որ մարդկանց փորձում է ամենամսյա վարձատրության դիմաց ի շուրջ հավաքել, ինչ որ շտաբում աշխատող գրանցելու սկզբունքով, այսինքն որոշակի այլ սխեմա են փորձում կիրառել, որը ես կարծում եմ նույնպես պետք է ուսումնասիրությանը արժանանա եւ հիմնականում իրանց մեթոդը շարունակում է մնալ փողը եւ փողը, այսինքն իրենք ուրիշ բան մարդկանց չունեն առաջարկելու, իրենք ասում են մենք կգանք ձերիկ աշխատենք մի դրամով, բայց իրենք ուզում են փողով մարդկանց առնել, որովհետև այլ ձև իրենք ուղղակի չեն կարող ընտրվել։ Եվ նույնիսկ 2017 թվականին դա փորձեցին, երբ որ Կարեն Կարապետյանին բերեցին վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի փոխարեն, ստիպված էին էլի մեշոկներով ընտրակաշարք բաժանեին, բայց անգամ այդ պարագայում 50+0 ստացան 10։ Իրենք ասում են, հերիք չի մեր վարչապետը, ուժեղ վարչապետը կաշխատի 1 դրամով, 1 դրամ աշխատավարձ կստանա եւ նաեւ շատ ներդրումներ կլինեն։ Ասում են, որ փոքր բիզնեսին առհասարակ կազատեն հարկերից, ինչ ված խոստումը որ փոքր բիզնեսին հարկերից ազատելու խոստումը, մի դրամ աշխատավարձով աշխատելու խոստումը, դրանք որ ասում են ծրի բաների միայն թակարդում է լինում։ Ես կարծում եմ մեր ժողովրդի իմաստուն ժողովուրդ է եւ հասկանում եմ, որ այդ հեքիաթները ասում եմ կողքի բաժնում են միայն աշխատում եւ մեր ժողովրդին այդ հեքիաթներով չեն կարող կերակրել եւ եթե դու մի դրամ ես ստանալու ուզում հասկանամ, բա մյուս պետական աշխատողները չեն աշխատավարձ չեն ստանալու, գլխավոր մասնագետը, վարչության պետը, բոլորը մի դրամ են ստանալու։ Դե իրենց վարչապետի տեխնազուի մասին է խոսքը, այսինքն կամ իրենց պատկերացման ապագա ղեկավարի մասին է խոսքը, որ մի դրամ են ստանալու աշխատավարձ։ Գիտեք, ես կարծում եմ, որ դա ուղղակի մարդկանց աչքին թոզ փչելու համար է եւ ես կարող եմ ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետություն իրենք փորձում են սոցիալական խնդիրներ բարձրաձայնել, բայց ես կարծում եմ մեր քաղաքացիները պետք է ընկալեն, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները դա ոչ թե թոշակների մասին ընտրություններ է, դա ոչ թե ինչ-որ նպաստների կամ այլ բանի մասին ընտրությունը, դա ընտրություն է ապագայի մասին, ազատության, ինքնիշխանության մասին եւ քաղաքական ընտրություն է։ Իրենք փորձում են սոցիալական հարցերը բերել առաջ, որպեսզի դրա շնորհիվ ձայներ ստանան եւ սրա հետեւում թաքնված է իրականում այն աշխարհակաղակական գործընթացները, որ այսօր Հայաստանի շուրջ տեղի ունենում, այսինքն թրիփի ճանապարհի ձախողման պլանը թաքնված է սոցիալական ինչ որ հարցերի հետևում, որոնք այ մենք կգանք մի դրամ կստանանք, մենք կգանք դեղերը կեժանացնենք։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը վերջապես համանդրությամբ ամրագրված սոցիալական պետության սկզբունքը կարելի ասել կյանքի կոչվեց առողջապահական ապահովագրության ծրագրի ներդրման արդյունքում մարդիկ այսօր միլիոնավոր դրամների անվճար վիրահատություն են անում ամեն օր, կարելի ասել կյանքեր է փրկվում, մարդիկ դեղ չկարողանալ առնելու պատճառով մահանում էին, վիրահատություն չանելու պատճառով մահանում են, որ ասում են դեղերը մենք 20%-ով կեժանացնենք, դրա կարիքը ըստ էության չկա, որտեղ մարդիկ, ովքեր որ ունեն դրա կարիքը, անվճար վիրահատվում են, հետազոտվում են պետության կողմից, այսինքն պետությունը վերջապես սոցիալական պետության գաղափարը Հայաստանում կյանքի կոչվեց, կարելի ասել։ Եկեղեցու թեմային անդրադառնալով, կրքերը այս թեմայով չեն հանդարտվում, վարչապետի վերջերս ունեցած հարցազրույցում էլ որոշակի շեշտադրումներ կային, որ հնարավոր է որոշակի հոսքեր կան դեպի եկեղեցի դրսից։ Դուք ինչ գնահատական ունեք եւ ո՞նց եք պատկերացնում դուք դա։ Տեսեք, նույն վարչապետի ձայնագրությունները դրա այդ սխեմայի, այդ օլիգարխիկ, այդ նախկին բարքերի մի հատվածն է եւ այդ այն ինչ որ դուք մեզ վերեցիք վարչապետի երեկվա հարցազրույցից, դա էլ դրա մի կոմպոնենտն է։ Եվ շատ է խոսվում նրա մասին, որ եկեղեցին անջատապետությունից եւ դա վերագրում է, որ սահմանադրության մեջ այդպիսի բան է գրված, բայց իրականում սահմանադրության մեջ գրված է, որ կրոնական կազմակերպություններն են անջատապետությունից։ Իսկ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու մասով շատ հստակ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է
Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը, այսինքն պետությունն է եկեղեցուն տվել իրավական կարգավիճակ եւ նաեւ նույն համանդրությամբ կա հստակ գրված, որ Հայաստանի Հանրապետության եւ եկեղեցու միջև հարաբերությունները կարգավորվում են օրենքով, այսինքն համանդրությամբ պետությանը տրված է լիազորություն ազգային ժողովին, որ ընդունի օրենք եկեղեցու հետ հարաբերությունները կարգավորելու մասին։ Բայց դա չի նշանակում, չէ՞, որ պիտի մտնի պետությունը եկեղեցի եւ փորձի իր կանոնակարգերը վերահսկել։ Հիմա գնանք այդ օրենքին։ Օրենքը կոչվում է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենք, որի մեջ հստակ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ինքնակառավարումը իր նվիրապետության սահմաններում, այսինքն նվիրապետություն ասելով հասկանում ենք եկեղեցու վերնախավը իրենց ներքին կառուցվածքը։ Այսինքն այն հարցերը, որոնք որ եկեղեցու ներքին կանոնակարգային հարցեր են, դրանք պետությունը ճանաչում է իր ինքնակառավարման տիրույթում եկեղեցու, բայց այն դեպքում, երբ որ եկեղեցին դուրս է գալի իր նվիրապետության շրջանակներից, քաղաքական process-ների մեջ է մտնում, հոգևորականը դառնում է քաղաքական ընդդիմադիր լիդեր, եկեղեցին սկսում է իշխանության հրաժարական պահանջել, այսինքն իր նվիրապետության առաքելությունից դուրս է գալիս, պետությունը չի կարող ոչինչ չանել, որովհետև եթե պետությունն է իրան տվել բացառիկ առաքելության դերը համանդրությամբ հարաքավիով ժողովրդի կողմից եւ համանդրությունը պետությանը տալիս է եկեղեցու հետ հարաբերությունները կարգավորելու, օրենքով կարգավորելու հնարավորություն, պետությունը նշանակում է, որ կարող է անհրաժեշտ պահի կարգավորել այդ հարաբերությունները այնպես, ինչպես հարմար է պետությանը։ Եվ եկեղեցին չի կարող ուղղակի ասել ես մարմին եմ, որին ոչ մեկ չի կարող, այսինքն պետությունը չի կարող որևէ կերպ ես ինչ ուզեմ կարող եմ անել, իսկ պետությունը ինձ տվել է բացառիկ առաքելություն, մեր այլևս մի հիշեք, մենք ինչ կուզենք կանենք։ Եկեղեցին ասում է մի խառնվեք մեր գործերին, բայց ինքը ուզում է խառնվի պետության գործերին, այդպես չի կարող լինել եւ չի լինելու։ Ամփոփելով զրույցը, Վենսի այցի վերաբերյալ ինչ գնահատական ունեք, ինչ կտա այս այցը մեզ։ Սա կարծում եմ պատմական այց էր Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր երևի թե ամենակարևոր այցն էր արտասահմանյան պաշտոնյաների, որը որ տեղի ունեցավ, որովհետև այսպես ասած թիվ 1 գերտերության բարձրաստիճան պաշտոնյա, որը որ երբեք Հայաստանում չէր եղել, այցելեց եւ այն առարկական հայտարարությունները, որոնք որ վարչապետի հետ հայտարարություններում եղան, հիմնականում պաշտոնական հանդիպումներում որոշակի պրոտոկոլային հայտարարություններ են լինում, հազվադեպ է լինում, որ ավելի կոնկրետացված է լինում, բայց այն հազվադեպ դեպքերից է, երբ որ շատ հստակ էր, թե ինչ է առաջարկվում Հայաստանին եւ Հայաստանը ինչ է առաջարկում Միացյալ Նահանգներին եւ տարածաշրջանին։ Եվ ես կարծում եմ, որ այն ներդրումների մասին, որ խոսվեց, որով նաեւ փորձ արվեց, այսինքն 5 միլիարդ, հետո 4 միլիարդ ներդրումների կամ ներկրումների մասին խոսք գնաց եւ ընդդիմությունը փորձեց դա ներկայացնել, որ ասում են ներդրում չի, ասում են արտահանում է, ասում են սխալ թարգմանություն է տեղի ունեցել, սխալ թարգմանություն տեղի չէր ունեցել, թարգմանությունը ճիշտ էր տեղի ունեցել, ամերիկյան կողմի թարգմանություններ եւ այդ ընդդիմադիրների այդ շարժումներից հետո փոխնախագահը Զվարթնոց օդանավակայանում պարզաբանեց եւ ասաց, որ 4 միլիարդ ներդրումների մասին խոսք գնում է, այսինքն դա ամբողջ մի քանի ժամանոց փուչիկը պայթեց, որ 5 միլիարդը 5 միլիարդը շատ կարծում արդեն հետագա փաստաթղթերում նույնպես կարտոցոլվի թե ինչի մասին է խոսքը գնում, բայց այն որ ընդհանուր Հայաստանի շուրջ կա մեծ տնտեսական պոտենցիալ, 100 միլիոնավոր, միլիարդավոր դոլարների տնտեսական պոտենցիալ, դա ակնհայտ է եւ դա գործող կառավարության խաղաղության քաղաքականության պտուղներն են եւ ես կարծում եմ, որ վարչապետի խաղաղության խաչմերուկ նախագիծը եթե շատերը ծաղրում էին սկզբում, հիմա այն դարել է աշխարհի կարևորագույն ծրագրերից մեկը, երբ որ անգամ Միացյալ Նահանգներն այդ ծրագրով հետաքրքրված եւ իր մասնակցությունն է ունենում փաստացի այդ ծրագրին։ Շնորհակալ եմ զրույցի համար։